Երկրի համար կարևոր համակարգերը, բանկերը, կապը, էներգետիկան, պետական թվային համակարգերը պետք է աշխատեն մեկ ընդհանուր կիբերանվտանգության կանոններով։ Որոշումն այսօր քննարկվեց կառավարությունում։ Այս պահին Հայաստանում գործունեություն ծավալող ցանկացած բիզնես օղակ, անկախ մեծությունից, իր պաշտպանական միջոցներն է ստեղծում ընդդեմ կիբերհարձակումների։ Ոմանց մոտ դա լավ է ստացվում, մյուսների մոտ ավելի վատ։ Սա ամբողջ պետական համակարգը դարձնում է խոցելի, քանի որ եթե թույլ է օղակներից մեկը, նշանակում է բոլոր օղակներն են խոցելի։ Կենսական նշանակության ոլորտներում տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց կարծում ենք դա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու։ Սա առաջին անգամ մենք համընդհանուր մի ստանդարտ ենք դնում բոլորի համար, որ գոնե այսքանին բոլորը պետք է բավարարեն։ 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական թվային համակարգերը խիստ խոցելի են։ Ադրբեջանցի հաքերներն այդ օրերին կոտրել էին պետական տարբեր կառույցների թվային բազաները եւ գաղտնի փաստաթղթերի զգալի ծավալ հափշտակել։ Հիմա պետությունը քայլեր է ձեռնարկում իր թվային համակարգերը պաշտպանելու համար։ Մասնավոր ընկերությունները, սակայն, որոնք ակտիվ կապի մեջ են պետական կառույցների հետ, չեն օգտվում այդ պաշտպանությունից։ Եթե պետությունը կիբերանվտանգության միջոցառումներով պաշտպանվի, մասնավորը չպաշտպանվի, պետության պաշտպանությունը դառնում է թերի։ Այո։ Եվ նաև պետության չպաշտպանված լինելը կիբերանվտանգության տեսանկյունից նշանակում է պետության խիստ խոցելիություն եւ հիբրիդային պատերազմների դրսեւորումները գոնե մենք մեր վրա զգացել ենք։ Կառավարության որոշման նախագծով փոքր եւ միջին բիզնեսները, թեպետ կիբերանվտանգության նոր համակարգին միանալու պարտավորություն չունեն, սակայն կարող են կամավոր դառնալ դրա մասը եւ ստանալ աջակցություն ու աուդիտ։ Բայց եթե փոքր կազմակերպությունն անգամ ինչ որ պահի վտանգ ներկայացնի պետության կիբերանվտանգության համար, կճանաչվի կրիտիկական եւ պարտավոր կլինի միջոցներ ձեռնարկել։ Մենք ունենք ՊԵԿ-ի համակարգը թվային, որտեղ տնտեսավարողը ունի կաբինետ։ Տնտեսավարողը փաստ չի, որ ունի այդ ծածկույթը, պաշտպանողականությունը կիբերանվտանգության տեսանկյունից, ես ասում եմ հնարավոր է, որ իր միջոցով մտնեն կաբինետ ու հայտնվեն ՊԵԿ-ի տիրույթում։ Պարոն Հակոբյան, այս էր իմ հարցը։ Իրականում պարոն Գրիգորյան, դա էլ է պաշտպանված։ Կառավարության որոշմամբ նաև հատուկ հանձնաժողով է ստեղծվելու, որը մշտապես հետևելու է ռիսկերին, հսկելու է պետական համակարգերը եւ արձագանքելու է կիբերհարձակումներին ու համագործակցելու է մասնավոր հատվածի հետ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։